այնտեղում է, բայց ավելի հանդարտ, ավելի մեղմ, ավելի, այսպես ասած, չակերտերի մեջ ֆուտբոլային։ Մեկնարկեց հանդիպումը, նշեմ թիմերի մեկնարկային կազմերը, առաջ ընկնելով ասեմ, որ 2 Սրոփ Ղազարյան, հանդիպան տեսուչը Աշոտ Հարությունյանն է, խաղի պատվիրակն էլ Արման Մանուկյանն։ Հանդիպան ընթացքին էլ ձեզ օգնում է տվել Արման Զաքարյանը։ Այսքանը պաշտոնական մասից վտանգավոր պատասխան, նաև Այվազովը մեկ անգամ էլ Հայաստանի գավաթն ու սուպեր գավաթը նվաճել է Շիրակի կազմում։ Նորից փրկեց Այվազովը։ Լավ։ Սխալվում է այստեղ Ղանձասարի ֆուտբոլիստը, վտանգավոր է, հասցրեց հետո նաև նահանջել, բարձր ստացվեց։ Շատ անփույթ են գործում հիմա պաշտպանությունում Ղանձասարի ֆուտբոլիստները, ևս մեկ փորձ ու այստեղ գրավում է մրցակցի դարպասը Շիրակը, հարվածի պահին կարծես չկար խաղից դուրս վիճակ ու բացված է խաղի հաշիվը 1-0։ Արտագնա խաղում Շիրակը առաջինն է իր խոսքը ասում։ Բայց այդ դիրքում հարվածը ավելի իհարկե թանուշ կադր է հարկավոր սությամբ պաշտպանվել կամ հարձակվել, ևս մեկ փոխանցում անցավ բոլորին գնդակը, բայց հակագրոել Ղանձասարը չկարողացավ, ճիշտ է աշխատում հիմա Ծառուկյանը, պարզապես առաջ ուղղականային հրապարակի մատուցել ու այնտեղ էլ թիմակիցներից մեկը հասցրեց նաև հարված կատարել ու հիմա Շիրակը հասցնում է վերադասավորվել ու հասցնում է պրեսինգի արդյունքում խլել գնդակը, ևս մեկ վտանգավոր պահ, Ումաշյան տտեցնում է գնդակը հիմա Տարտեցրեց խաղը Ղանձասարը, բայց նման սխալներից խուսափել այդպես էլ Կարեն Ավոյանի թիմը չկարողացավ, ևս մեկ վտանգավոր գրոց Ծառուկյան, երկրորդ փորձը Ջանանը թողնում է գնդակ ու հերվից շեշտակի արված, ինչ լավ դիրքավորվելու արդյունքում հեռացրին վտանգը։ Գնում է հակագրոհի Շիրակը վերջին փորձեր առաջին կեսում բարձրից փոխանցում անցավ գնդակը եւ հիմա հրաշքով է փրկվում Անատոլի Այվազով Եվ ավարտվում է առաջին կեսը 1-0 հաշվով Շիրակը արտագնա խաղում Ազգեն Սարգսյանի եղբած գոլի շնորհիվ հաղթում է Ղանձասարին Հանգստանանք նաև մենք հարգելի հեռուստադիտողներ կվերադառնանք ու Ուշադրություն հարգելի հեռուստադիտողներ, վերադառնում ենք Free News-ի ուղիղ եթեր ու շարունակում հետևել Ղանձասար-Շիրակ հանդիպանը Սրոփ Ղազարյան, հանդիպան տեսուչը Աշոտ Հարությունյանն է, պատվիրակն էլ խաղի Արման Մանուկյանն է։ Սխալվեցին արդեն, ինչ ստացվեց շրջանցել մրցակցին, փոխանցումն էլ կար սխալ անդրադարձ եղավ, հիմա ու ներում է Լավներ այս փոխանցումը, լավներ նաև անցումը, հարվածներ կար, բայց նորից Նոր փոփոխություն է պատրաստել այս ընթացքում Կարեն Ավոյանը, հիմա կոպիտ սխալ ակտիվացավ ու լավ է աշխատում հիմա Ղանձասարի թիմային պրեսինգը բարձրից փոխանցում ու պաշտպանությունում փակեցին Ղանձասարի մարտավարությունը ևս փոխվել էր ցանցին դրսի կողմից տիպավ գնդակը Անցումը լավն էր, փոխանցումն էլ կար, հարվածն էլ եղավ, բայց աղթեց գնդակի համար երկրորդ հարկում պայքարը եւ հիմա նորից մեծ ուժերով Ղանձասարը գրում է շատ վտանգավոր գրակոց ու Գերազան Նորությունյան Կոդիա Վարպետորեն շրջանցեց մրցակցին Կոդիան հարված էլ կատ Լավ է դուրս եկել խաղադաշտ պատվականը, բայց դեռևս արդյունքի հասնել չի կարողանում Ղանձասարը, այդ արդյունքն էլ կա
բայց սպասենք վերջնական որոշման, ցավալը գոլը չի արձանագրել հիմա կար տպավորություն, որ պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը, բայց դեռևս մնում ենք հեռուստաէկրաններին, քանի որ նախորդ դրվագում վիճահարույց դրվագ է եղել, ոչ, վերջնականապես արդեն իսկ դրվագը ուսումնասիրեցին, վառից եղավ հուշում ու ավարտված է հանդիպումը, շնորհավոր